Երեկո հարգելի հեռուստադիտող, եթե ձեզ համար ամենաթանկ բանը այս աշխարհում ձեր երեխաներն են, ապա մեզ համար ամենաթանկ բանը դա ժամանակն է։ Այո, հենց 1 րոպեի ընթացքում պետք է մեր մասնակիցները կարողանան հաղթահարել իրենց առջև դրված բոլոր փորձությունները, որպեսզի այստեղից հեռանան մեծ գումարներով 50,000 դրամից սկսած մինչև 10 միլիոն դրամ։ Եվ այսպես առանց ժամանակ կորցնելու ուզում եմ ասել, եթերում է Աղթեք րոպեում, այո։ Եվ այսպես մեր առաջին մասնակիցն է, առաջին խիզախն է այն մարդը, ով կհայտնվի էկրաններին։ Արամ Մելիքյան Դրեմ Արամ Ես ուզում եմ մեր Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ես կանչան երկրպագում, ինչքան Հայաստանի ֆուտբոլի հավաքականն է, սեր բայց պատանիների։ Շատ լավ, Արամ, ես տեսնում եմ, որ բոլորը քո երկրպագուներն են, հա? Արամը դու ես իմիջալուց, թե Արամը ինքն է։ Արամը ես եմ ինքն Անրին է, Արամի որդին։ Արամի որդին, ծափարություններ։ Արամ ջան, ում տվեցի երեխային։ Արամի կնոջը։ Արամի կնոջը։ Բարև ձեզ։ Ինասա եղել։ Բարև ձեզ։ Մի երեխա ունեք։ Այո։ Իսկ ինչու։ Չենք հասցրել։ Չեք հասցրել։ Այո։ Ես կարծում եմ, որ եթե դու այսօր այստեղից հեռանաս գոնե 5 միլիոնով, կմտածենք արդեն երկրորդ երեխայի մասին, ճիշտ է։ 4-րդ։ 4-րդ։ Տարբեր տեղեր երեխաներ ունես Արամ ջան։ Հետաքրքիր է։ Դուք տեղյակ եք։ Ոչ։ Մի հատ ուզում եք իրար հետ հասկացեք այս պահը նոր։ Նորմալ ամեն ինչ։ Նորմալ է, շատ լավ։ 4 երեխայի մասին կմտածենք 5 միլիոնի դեպքում։ Արամ, ինչով ես զբաղվում, ինչ մասնագետ ես։ Հավատել եմ կոնսերվատորիան որպես ջութակահար, հիմա գումար եմ վաստակում որպես հասցնքավար, համադա։ Ինչ ես խոսում։ Իմը սերա ֆուտբոլի թիմը, պատայների ֆուտբոլի թիմը ու մարզիչն եմ։ Ֆուտբոլով էլ ես զբաղվում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, եղել հիմա մարզում եմ պատանիները։ Այսինքն սպորտային ես։ Այո։ Կարծում ես քեզ համար հեշտ կլինի փորձությունները, որպեսզի լինեն ավելի շատ ուժի հետ կապված, թե մտավոր։ Երկուսը միասին։ Ֆուտբոլը ինքը սպորտը համուժ է, համ մտավորը միասին։ Ճիշտ ես։ Ես 100% համաձայնվեցի։ Ես քեզ հետ համաձայնվեցի եւ շատ ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես։ Ես ամբողջ սրտով քո կողմից եմ լինելու եւ ուզում եմ, որ դու այստեղից հեռանաս մեծ գումարներով, լավ։ Հովա ջան, ոչ միայն դու ես ամբողջ սրտով, նրանք էլ են ամբողջ սրտով իջել։ Շատ լավ։ Արամ 10 փուլ եւ 10 միլիոն դրամ։ Սկսում ենք 50,000 դրամից, լավ, որը անձեռնմխելի գումար կլինի քեզ համար, այնուհետև 100,000-ն է, 250,000, 500,000, 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, 7 միլիոն եւ 10 միլիոն դրամ։ Արամ պետք է հաղթահարես 60 վայրկյանում ընդամենը, լավ։ Եթե պատրաստ ես, մենք կարող ենք դիտել առաջին փուլի կանոնները, այնուհետև սկսենք խաղալ, լավ։ Պատրաստ եմ։ Կենտրոնացած ես։ Այո։ Գնացինք։ Լողացող աշտարակը։ Երբ ամեն բան թեժանում է հաղթեք րոպեում նախագծում, ջրով հովանալու ճիշտ ժամանակն է։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է մի հրաշալի լողացող աշտարակ կառուցի 5 դատարկ թիթեղյա տարա շարելով պլաստմասե ափսեի վրա։ Մեկ սխալ շարժում եւ աշտարակը կարող է փլուզվել։
Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Այնպիսի տպավորություն է, որ Արամը ներկայացնում է Հայաստանը եւ մեր մրցակիցն է Ադրբեջանը եւ հիմա պետք է Արամը հաղթի։ Այդպիսի տպավորություն եմ ես ստանում մեր հանդիսատեսից։ Արամ ջան, բարձ է, չէ՞ ինչ պետք է անես։ Պետք է 60 վայրկյանների ընթացքում այդ ջուրը խմես։ Կատակ եմ անում, դու շատ լավ գիտես ինչ պետք է անես, ունես 60 վայրկյան, 3 հնարավորություն եւ 50,000 դրամը կլինի քոնը։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Արամը շատ պրոֆեսիոնալ է անում այն, ինչ պետք է անել։ Ահա, Արամը ասաց, որ լռեք մի պահ, որովհետև միգուցե ձայները խանգարում են, զգուշ Արամ, շարժվում է, զգուշ։ 50,000 դրամի մասին է խոսք Արամ։ Ահա, ճոճվում է, զգուշ։ 3 վայրկյան, 1, 2, 3։ Փուլ 1, հաղթանակ։ Տեսնում ես։ Այո, սա հաղթեք րոպեում հեռուստաշոուն միակ տեղն է, որտեղ այսպես հեշտությամբ կարելի է վաստակել 50,000 դրամ։ Համաձայն ես, որ շատ հեշտ էր։ Մարդ կա 1 ամիս ամեն օր 8-ից արտանում է գնում է աշխատանքի, որպեսզի ունենա 50,000 դրամ, իսկ դու 1 րոպեում ընդամենը, 1 րոպեում 50,000 դրամ։ Դժվար է լինելու, 10 միլիոնը շատ դժվար է լինելու Արամյան։ Ախորժակներն է բացվել։ Ախորժակները բացվել է, ախորժակը ատամի ետևում է թե տակն է, որտեղ մի տեղ պտիլներ ախորժակը։ Вообще-то ստամոքսում է, բայց ուղեղում է, ախորժակը ուղեղում է։ Շատ լավ Արամ, դու ունես 50,000 դրամ, եթե շարունակես խաղը, մենք հիմա կիմանանք էկրանից, թե ինչքան կարող ես ունենալ։ 100,000 դրամ։ այո։ Նույնքան հեշտությամբ 100,000 դրամը կարող է լինել քոնը։ Եթե կենտրոնանաս եւ կարողանաս ճիշտ խաղալ։ Պատրաստ ես։ Այո։ Նայենք երկրորդ փուլի կանոններին։ Նյարդային ջղաձգումները։ Սովորական քայլաչափը նախագծված է քայլելիս ու վազելիս քայլերը հաշվելու համար։ Այս փորձության ընթացքում մասնակցի ձեռքերին եւ ոտքերին ամրացված են քայլաչափեր, իսկ մասնակցից պահանջվում է թռչկոտել եւ անկանոն շարժվել, որպեսզի նա գումարային հավաքի 500 միավոր։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Արամ, կա ինչ-որ բան, որ քեզ պետք է, որպեսզի դու այս փորձությունը հաղթահարես լիարժեք։ Այո, իհարկե։ Ես ինչի համար եմ ամուսնացել, ովո ջան, որտեվ մենակ կյանքը անհետաքրքիր է։ Չէ։ Ադամն էլ էր տես մտածում։ Խաղներ, մենակ մեկ անհետաքրքիր է։ Դրա համար ես կուզեի, որ այս խաղին ինձ երկու հոգի այդպես պատժաշկա անեին, ասենց ասեմ, ոչ թե օգնեին խաղալ, այլ ուղղակի ինձ տեն տային խաղի համար։ Հնարավոր է։ Երկու հոգի։ Իմ փոքրիկ ընկերներն են, երիտասարդ ընկերներն երկուսին հրավիրում եմ բեմ, համեցեք։ Շատ լավ, համեցեք, տեսնենք ինչով կարող եք դուք օգնել Արամին։ Ծափարություններով այո, ահա։ Մեկը դակ, մեկը Դուք Արամին չեք խանգարում, դա խաղի կանոններն է։ Արամ, դու ունես 60 վայրկյան, որպեսզի ունենաս այդ 100,000 դրամը։ Դու հասկացար ինչ պետք է անես։ Այո։ Եթե հասկացել ես, ունես 3 հնարավորություն ձախողման դեպքում եւ 60 վայրկյան։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Լավ, փորձը։ Ավելի արագ։ 36 վայրկյան Արամ։
բոլորով 13 վարկյան, Արամ, 13 վարկյան։ Հաղթեց Արամը թե ոչ, կիմանանք հենց հիմա։ Արամ, պետք է ընդհանուրը գումարը լինի։ Այստեղ բոլոր թվերը, եթե գումարում ես իրար, ստացվում է մոտավորապես ինչքան պետք է հավաքեիր դու։ 500 479 479 է հավաքել։ Ձախողում։ Դուք ունեք 2 կյանք։ Դիտիս բաներ անել, այդ ինչ շարժումներ են, լավ էլի Արամ ջան, նախ ինչ շարժումներ են դրանք։ մի հատ կարել։ Ձախողում Արամը, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ինչ թվում է մեղավորը դուք եք, իրանք ես պետք են մնան թե գնան։ Մնան, շատ լավ, 479 Արամ։ Եվս մեկ հնարավորություն, այսինքն դու ունես եվս 2 հնարավորություն, որպեսզի անցնես այս փորձությունը։ Խնդրում եմ, թիթիզ բաներ մի արա։ Շա։ 60 վայրկյան, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ավարտվեց քո 60 վայրկյանը։ Կարո բացի կապես։ Եվ տեսնենք, թե ինչ է ստացվել քեզ մոտ Արամ։ Սա գումարելով սրան, այնուհետև գումարելով սրան եւ գումարելով աչքերի մեջի տվերը, ստացվում է, որ դու ունես 100,000 դրամ, այո, հաղթանակ է սա եւ Փուլ 2, հաղթանակ։ Շնորհակալություն։ Արամ, ես կարծում եմ, որ քեզ օգնեցին ովքեր։ Իմ փոքրիկ ընկերները։ Բայց այդ ովքեր էին քո փոքրիկ ընկերները, Արամ ջան։ Այս տարի համարը մենք ճամբար ենք արել, ես եղել եմ իրանց առաջնորդներից մեկը։ Բարի արումով։ Չէ, ճամբար ընդհանուր եղել, ուղղակի որպես ջոկատավար։ Ջոկատավար։ Այո։ Որտեղ էր ճամբարը։ Լուսակերտում։ Այդ ինչերի մեջ ես մասնակցում, Արամ ջան։ Երեխա էլ ունես, ախր։ Լավ Արամ, դու բացի երեխայից ունես կին եւ 100,000 դրամ։ Եվ տուն, շուն։ Տուն, շուն։ Մնում է մեքենա։ Իսկ շանը ինչի՞ չես հրավիրել այսօր այստեղ։ Դրսում է։ Դրսում է։ Ծխում ասենց սպասում Արամը տնես ինչ եղավ Շատ լավ Արամ, 100,000 դրամ ունես եւ ես քեզ այսպեսի հարց եմ ուզում տալ։ Արդյոք համաձայն ես, որպեսզի մենք շարունակենք խաղը։ Համաձայն եմ։ Ես հիշեցնեմ քեզ, որ դու ունես 2 հնարավորություն, դու շատ հոգնած ես եւ թաց եւ ծանր, բնականաբար, եթե թաց ես, ուրեմն ծանրել ես, այնպես որ լավ մտածիր, եթե համաձայն ես, մենք շարունակում ենք։ Եթե պարտվես, կունենաս այստեղից կհեռանաս ընդամենը 50,000 դրամով։ Եթե հաղթես, մենք կունենանք քեզ հետ միասին 250,000 դրամ։ Միջև վերջ։ Եվ այսպես տեսնենք երրորդ փուլի կանոնները։ Հավկիթը լարի վրա։ Այս փորձության ընթացքում մասնակիցը 2 ձեռքով ձիգ բռնելով լարը պետք է բարձրացնի 1 հում հավկիթ շշի վրայից եւ տեղափոխի այն սենյակի երկայնքով եւ անվնաս տեղադրի այն մեկ այլ շշի վրա։ Մեկ հատ սխալ շարժում եւ հավկիթը կարող է ընկնել ու կոտրվել։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։
Արամ գնալով խաղը բարթանում է, որովհետև արդեն լրջանում է, որտև 250,000 դրամ իսկապես շատ ծանր կարող է նստել մեզ համար, եթե դու հաղթես, բայց շատ հաճելի կլինի քեզ համար։ Այնպես որ կենտրոնացիր 60 վայրկյան, 2 հնարավորություն եւ վաստակիր այդ 250,000 դրամը։ Սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1 Արամ! Արամ! Փուլ 3 հաղթանակ Շատ հեշտությամբ դու հաղթահարեցիր այս փորձությունը եւ վաստակեցիր 250,000 դրամ։ Ինչ ես ուզում։ Խմիր։ Հիմա շատ հեռուստադիտողներ նայում են եւ ասում են, որ իբր ինչ էր, որ 250,000 դրամ, բասա արժեր 250,000 դրամ։ Ով էլ լիներ կաներ այս փորձությունը։ Դժվար էր։ Շատ լավ Արամ, ես գիտեմ, որ դու շատ լավ երգում ես։ Հա։ Ես կարծում եմ 250,000 դրամը 250,000 դրամը բավական է, որպեսզի դու մի փոքր կատարում այսպես մեզ նվիրես, հա Արամ։ Եթե ես վաղը արտանամ քնից ու միլիոն կրածլնեմ, Գիշերվա ընթացքում կրած Չէ, եթե ես վաղը արթնանամ ու իմանամ, արթնանամ ու հիշեմ, որ 3, այսինքն այսօր միլիոն կրել եմ, կասեմ Самый лучший день заходил вчера, ночью ехать. Սիրում ես, լեփ սիրում ես։ Բրավո Արամ, լավ, ավելի երկար կկատարես այն դեպքում, երբ որ 1 միլիոնը վաստակես, հա, երկար խնդրում եմ, երկար կերկես։ Բայց ուրիշ եք, խոսք եմ տալիս։ Խոսք ես տալիս, 1 միլիոնի դեպքում։ Շատ լավ, 250,000 դրամ ունի Արամը։ Ես պարտավոր եմ քեզ հարցնել, դու պատրաստ ես շարունակել խաղը։ Ես էլ պարտավոր եմ հարցնեմ, ես պատրաստ եմ խաղալ։ Ճիշտն ասած, ես վստահ չէի, բայց պուբլիկը խոչիտ, Հովո ջան, պուբլիկը խոչիտ։ Լավ, если публика хочет, значит, надо продолжать։ Եվ այսպես 4-րդ փուլ եւ 4-րդ փուլի ընթացքում դու եթե հաղթես, կարող ես ունենալ 500,000 դրամ, 500,000 դրամ։ Գնալով փորձությունները դժվարանալու են եւ դու ունես 2 հնարավորություն Արամ։ Եվ այսպես 4-րդ փուլ եւ 4-րդ փուլի կանոններ։ Անցիր կամրջակով Այս փորձության ընթացքում չափերիզը կօգտագործվի որպես կամրջակ ցեղանի թենիսի 3 գնդակները բաժակների մեջ գլորելու համար։ Կամրջակը չափազանց սուր անկյան տակ պահելու դեպքում գնդակները կարող են բաժակների կողքով կամ վրայով անցնել։ Մասնակիցը պետք է գործողությունը կրկնի 3 անգամ։ Առաջին գործողության դեպքում պահպանելով 1.5 մետր հեռավորություն, երկրորդի դեպքում 1.8 մետր հեռավորություն եւ երրորդի դեպքում 2 մետր հեռավորություն։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Եվ այսպես Արամ բոլոր պարագաները, որոնք որ դու տեսնում ես, նախատեսված են նրա համար, որ դու վաստակես 500,000 դրամ։ Լավ, եթե պատրաստ ես, ունես 60 վայրկյան եւ 3, 2, 1, գնաց։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1 Շտապում ես, մի շտապիր։ Դու հատկապես վերջում ես շտապում։ Մի շտապիր։ Ահա, մի շտապիր։ Այ, Արամ! 28 վայրկյան։
միշտ ապիր, հանգիստ։ Արամ, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2 Փուլ 4 Ձախողում Դուք ունեք 1 կյանք Այս սապարությունները քեզ արամ դու կորցրեցիր քո երկրորդ կյանքը, բայց ես քեզ մի այսպես խորհուրդ տամ, դու ամեն ինչ շատ ճիշտ ես անում, պարզապես վերջում շտապում ես, հա, երբ որ հասնում է այստեղ գնդակը, դու շտապում ես, դու այստեղ դանդաղացրու, լավ արամ, ես ուզում եմ, որ դու ունենաս 500,000 դրամ։ Ես էլ։ Ով չի ուզում, որպեսզի Արամը ունենա 500,000 դրամ։ Խնդրում եմ ձեր բարձր, ով? Դուք։ Իսկ թե Արամը կկարողանա վերջապես հաղթարել այս փորձությունը եւ ունենալ 500,000 դրամ, մենք իմանանք գովազդից հետո, գովազդ Armenia TV-ի եթերում։ Վերադարձանք գովազդից, որպեսզի իմանանք, թե դու ունես 500,000 դրամ 60 վայրկյանից հետո, թե ոչ։ Եվ ես կարծում եմ, որ դու կունենաս, եթե կենտրոնանաս եւ կարողանաս օգտագործել քո վերջին հնարավորությունը 500,000 դրամ վաստակելու համար։ Լավ Արամ, գնացինք։ Խաղը սկսվում է 3, 2, 1 Արամը փոխել է իր մարտավարությունը եւ սկսել է աչից։ Այո! Վերջապես 40 վայրկյան։ Հանգիստ։ Արամ։ 28 վայրկյան։ Հանգիստ, դանդաղ, այո! Մնաց մեկը, Արամ, մնաց մեկը։ Մեկը։ Արամ, շտապիր, 10 վայրկյան, Արամ։ Չշտապես, լավ, Արամ։ Փուլ 4 Ձախողում Խաղն ավարտվեց Ափսոս, շատ ափսոս։ Իսկապես շատ ափսոս, ես չեմ համարում սա պարտություն, ես սա համարում եմ Ներվել։ թյուրիմացություն։ Բայց դու խոստացել ես մեզ երգ նվիրել, Արամ, դու պարտավոր ես դա։ 50 տարին չոքեր 50,000 Դու ունես 50,000 դրամ, ես դրամաշ շնորհավորում եմ քեզ եւ մնա լավ եւ հաջողություն քեզ ամբողջ կյանքի ընթացքում մեզ հետ խաղում էր Արամ Մելիքյանը։ Տրեսա լրիվ, բայց շատ լավ անցավ, ճիշտ է, իմ ուզածին չհասա, 500,000-ում կրվեցի, իչա 50,000, մի զրու պակասեց մի անգամից, իրոք սենց ադրինալինի մեծ կուտակում ա եղել, սենց լավ էմոցիաների պորտքում ա եղել, բայց դե փոք չշայեցինք մեր ուզած չափով, ոչինչ։